Արդյոք սկզբից Քրիստոսը պետք է գա, թե անօրենության մարդը, այսինքն Սատանան, որպեսզի մոլորության մեջ չընկնենք, եկեք ընթերցենք Պողոս առաքյալի երկրորդ նամակը Թեսաղոնիկեցիներին, երկրորդ գլուխ, առաջինից 12-րդ խոսքերը։ Եղբայրներ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան ու մեր նրա մոտ հավաքվելու համար խնդրում ենք ձեզ, որ դուք ձեր մտքից շուտ չշեղվեք ու չսարսափեք ոչ հոգով, ոչ խոսքով, ոչ էլ որպես մեր կողմից գրված նամակով, իբրև թե Քրիստոսի օրը եկել հասել է, թող ոչ ոք ոչ մի կերպ ձեզ չխաբի, որովհետև Տիրոջ օրը չի գա, եթե նախ ապստամբությունը չգա ու չհայտնվի անօրենության մարդը, կորստյան որդին, այն հակառակորդը, որ գոռոզացած է բոլորի նկատմամբ, որն Աստված կամ պաշտամունքի առարկա է անվանվում, միջև իսկ նա Աստծու տաճարում կնստի եւ ինքը իրեն ցույց կտա, թե Աստված է։ Չեք հիշում, որ երբ դեռ ձեզ մոտ էի, այս բաներն ասում էի, եւ հիմա գիտեք, թե ինչ է նրան արգելում, որ իր ժամանակին հայտնվի, որովհետև անօրենության խորհուրդը արդեն զորանում է, բայց չպիտի կատարվի միջև որ մեջտեղից չվերցվի նա, ով այժմ արգելում է, եւ այդ ժամանակ կհայտնվի այն անօրենը, որին Տեր Հիսուսը իր բերանի շնչով կսպանի ու իր գալստյան հայտնությամբ կկործանի։ Նրա գալուստը սատանայի ներգործությունից է, ամեն տեսակ զորությամբ, նշաններով ու սուտ հրաշքներով եւ ամեն տեսակ անիրավ խաբեություններով նրանց համար, ովքեր կորստյան մեջ են, փոխանակ ընդունելու ճշմարտության սերը, որպեսզի փրկվեն։ Դրա համար էլ Աստված մոլորության ներգործություն է ուղարկում նրանց, որ ստին հավատան, որպեսզի դատապարտվեն բոլոր նրանք, ովքեր ճշմարտությանը չհավատացին, բայց անօրենության մեջ հաճույք ստացան։